Օրենքի պահանջներին, այսինքն եթե մենք դնում ենք արդեն ոչ թե հետագա այլ նախնական վերահսկողություն 1000 անդամ օրինակ կամ հիմնադիրների համար X ուրեմն 100 հոգով հիմնադիր համագումար անելու հնարավորությունը չի համապատասխանում օրենքի պահանջներին կամ կուսակցության հիմնադիր համագումարում ուղղակի որոշում չի ընդունվել կուսակցության ստեղծման մասին, կուսակցության ծրագրի ընդունման, կանոնադրության հաստատման եւ այսպես, այսինքն մի քանի հստակ չափանիշներ, որոնք տարընթերցման տեղիք չեն տալու եւ գրանցող մարմնի համար էլ մեկնաբանության հիմք չեն հանդիսանալու ու տեղ չեն տալու։ Սրանք են պետական գրանցման մերժման հիմքերը, հա, եւ եթե կուսակցության պետական գրանցման դիմումը ներկայացվել է կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից 3 ամիս անց։ Այստեղ իրականում մենք ուրեմն բարեվարկության կանխավարկածից ելնելով հանդերձ, այդուհանդերձ ելել ենք մի բանից, որ եթե կուսակցությունը նախաձեռնում է քաղաքական process-ներին մասնակցելու հնարավորություն եւ ուրեմն ցանկություն է հայտնում, ենթադրվում է, որ եթե հիմնադիր համագումարը եղավ, ինքը լավ 10 օր հետո, 20 օր հետո, 1 ամիս հետո, 2 ամիս հետո պիտի ամենաուշը պիտի ներկայացնի այդ դիմումը, բայց եթե ինքը շահագրգիռ չի իր կատարած աշխատանքը, այսինքն ներկայացնելու, իսկ դա նշանակում է նաեւ հնարավորություն չտալ պետական լիազոր մարմնին համապատասխանություն ստուգելու այդ process-ների, հա, 3 ամիս անց եթե ներկայացվում է կուսակցության գրանցումը մերժվում է։ Ենթակայի քննարկման հարգելի գործընկերներ կարող ենք, չգիտեմ, 3 ամիսը 6 ամիս դարձնել եւ այսպես շարունակ, այսինքն այստեղ ինչ որ հատուկ բեռ չեմ տեսնում, հա։ Հաջորդ հարցը, որին ուզում եմ անդրադառնալ էլի կարևորելով, դա կուսակցության գործունեության արգելման եւ կասեցման դեպքերն են։ Մենք այսօրվա գործող մեր ուրեմն օրենքով կուսակցությունների գործունեության կասեցման եւ արգելման հիմքերի հստակ տարանջատում չունենք։ Եվ այս հարցին նույնիսկ Սահմանադրական դատարանն է անդրադարձել, նշելով, որ փաստացի օրենքում որևէ անդրադարձ չի կատարվում կուսակցությունների գործունեության կասեցման ինստիտուտին։ Եվ Սահմանադրության 46-րդ հոդվածը հստակ սահմանում է կուսակցության գործունեությունը երբ կարող է արգելվել։ Հիմքերը չափազանց հստակ են, հետևյալն են, եթե կուսակցությունները քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով։ Կուսակցության գործունեության արգելման հիմքերը սրանք են։ Իսկ կասեցման հիմքերը թողնված են օրենսդրի հայեցողությանը, եւ մենք պարզապես ուսումնասիրելով էլի փորձը տեսնելով թե որ երկրում ինչպես է կասեցման հիմքեր որոնք են դիտարկվում, մենք մի քանի հիմքեր ենք նախատեսել կասեցման, մասնավորապես նվիրատվությունների տնօրինման կամ կուսակցության տարեկան հաշվետվությունների հրապարակման կամ օրենքով սահմանված փաստաթղթերը տրամադրելու օրենքով սահմանված կարգը խախտելը, այսինքն իրեն նվիրատվություն են տնօրինել ինքը նորմալ չի ուրեմն նպատակային չի ծախսել, հա, հաշվետվություն պիտի հրապարակի չի արել եւ այլն, սրանք են, ընդ որում կան խախտումներ, որոնց համար նախատեսված է վարչական պատասխանատվություն եւ միայն այն դեպքից հետո, երբ որ վարչական պատասխանատվությունը 30-օրյա ժամկետում այդ խախտումը չի վերացվում, դրանից հետո վրա է հասնում բնականաբար կուսակցության գործունեության կասեցման ինստիտուտը։ Ուրեմն այստեղ նաև մի քանի այլ հստակեցումներ եւս կան, ես այստեղ կարող եմ իհարկե անդրադարձ կատարել դրանց, իդեպ կուսակցության գործունեության արգելման հետ կապված հարցադրումները դարձել են նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննարկման առարկա, հիմնականում համապատասխան կուսակցությունն ընդդեմ Թուրքիայի, այսպես գործերով, ասենք աշխատավորական կուսակցությունն ընդդեմ Թուրքիայի եւ այլն, ամեն գործով կոնկրետ իրավիճակներ կան Եվրոպական դատարանը ինչպիսի մեկնաբանություն է տվել եւ ինչ է ասել, որ դեպքում արգելվեն, որ դեպքում չարգելվեն, որ դեպքում է սխալ եւ այլն, եթե իհարկե հարցեր կլինեն, ես այդ հարցերին կանդրադառնամ։ Ուզում եմ մի բան էլ ասել, որ մենք կուսակցությունների մասին օրենքում իրականում մի քանի դրույթներ կան, որոնք հավանաբար մինչեւ իրավաբան նիստում քննարկման ներկայացնել կավելացնենք, այնտեղ խոսքը վերաբերում է ուրեմն անցումային դրույթներում որոշ հարցեր, ուրեմն որոշ հարցադրումներ կարգավորելուն, ես ուրեմն այնտեղ եւ նախագահի սահմանադրական դատարանի անդամների կուսակցության անդամագրվելու եւ ոչ այդ հարցադրումներին մենք իհարկե կանդրադառնանք ու անցումային եզրափակիչ դրույթներում կնախատեսենք։ Մնացած հարցադրումները, եթե ինձ ուզում եք հղել, ես արդեն պատրաստ եմ պատասխանելու։ Այստեղ մի բանի էլ ուզում եի անդրադառնալ, կարծում եմ այդ կարեւոր է, հիմնադիր համագումարը ինչպես է անցկացվում։ Սա բավականին լուրջ խնդիր է, հատկապես նոր ստեղծվող կուսակցությունների համար, հա։ Հիմնադիր համագումարը ինչպես հրավիրել, ծանուցել, երբ դնել ազդարարում, որ պահից սկսած եւ այլն եւ այլն։ Ու այնտեղ մի կանոն կա մեր նոր ստեղծվողներն է վերաբերվում հիմնադիր համագումարը։ Հա, նոր ստեղծվող կուսակցությունների համար ինքը խնդիր է այն տեսանկյունից, որ Հայաստանի Հանրապետության այնտեղ մենք պահանջում ենք, որ ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ից լինեն,
Եվ այնտեղ պատվիրակների ինստիտուտն ենք ասում, բայց պարզ չի, որ ովքեր են այդ պատվիրակները, եթե հենց կուսակցությունը չի ստեղծվել, ինչպես են ընտրվում, սովորաբար դրանք լինում են կուսակցության տարածքային նոր, այսպես ասած, ստեղծված մարմինների ներկայացուցիչները եւ այլն, դրա համար մի քիչ ավելի հեշտացրել ենք, գրել ենք, որ հիմնադիր համագումարը իրավազորը, եթե դրան մասնակցում են առնվազն 100 ուրեմն հիմնադիր եզրույթն ենք օգտագործել հրաժարվելով պատվիրակի եզրույթից, որը անհասկանալի է իրականում ինչ կարգավիճակ ունի այդ պատվիրակը, եւ ուրեմն նշել ենք նաեւ, որ այստեղ մի հարց կար կարգավորման, քանի որ մենք կուսակցության հիմնադիր համագումարի վրա դրել ենք այնպիսի կարևոր հարցեր, հա, ինչպիսիք են կանոնադրության հաստատումը, կուսակցության ստեղծման մասին որոշումը եւ այլն, նախատեսել ենք հետեւյալը, առնվազն 100 հոգի ստեղծում է այդ կուսակցությունը, այդ 100 հոգին գոնե պետք է միաձայն քվեարկի, որ այդ կարևորագույն որոշումները ընդունվեն, որտեղ հակառակ դեպքում այսօր ինչ որ կար, խնդրեմ էր, 1/3-ը պետք է գային այդ 1/3-ից քանի հոգին ինչ ձևով քվեարկեն եւ այլն, ինքը խնդիրներ էր հարուցում բավականին։ Հիմա բավականին ուրեմն հեշտացված է գոնե իմ գնահատմամբ, բայց հիմա դուք կասեք, ինչպես եք կարծում, որ ինչ լինի, ոնց լինի, էլի կետեր կան, որոնք կարող եմ անդրադառնալ, բայց հիմա երևի ավելի շատ դադարեցնեմ խոսելս եւ եթե հարցեր ունեք, ես ձեր հարցերը կֆիքսեմ գործող կուսակցությունների մասին օրենքով։ Գրանցման պահին 200-ին եւ 6 ամիս հետո 2000։ Մենք հիմա փաստորեն այս առումով խստացնում ենք եւ նախատեսում ենք գրանցման պահին 1000։ Բայց հետո այդ չենք խնդրում, որ 2000 դարձնի։ Համաձայն եմ։ 1000-ը պայմանական թիվ է, Տիկին Վարդանյան։ Կարող եք 800 նախատեսել, լավ, այսպես ասեմ։ Այս արդեն սա խստացում է ավելի գնում։ Եթե ֆորմալ առումով նայենք, այս պահին խստացում է նախատեսել։ Չէ, նայես որ տեսանկյունից եք դիտարկում։ Ֆորմալ առումով, եթե դու գործող օրենսդրությամբ այս պահին պարզապես 200 անդամ ունենալով կարող ես դիմել գրանցման, նոր օրենքով դու պետք է ունենաս գոնե 1000-ը, որպեսզի կարողանաս դիմել գրանցման։ Ֆորմալ առումով սա խստացնում է։ Ես իհարկե ինքս այդպես չեմ կարծում դա լուրջ խնդիր է լինելու 1000 անդամ գտնել կուսակցությունների համար, բայց եթե մենք գնում ենք լիբերալացման ճանապարհով, այս դեպքում գրանցման պահին սահմանել 1000 անդամներ ունենալը խստացում եմ համարում։ Բայց դեռ քննարկման առարկա է, միգուցե թիվը կարելի է որոշակի։ Ես անկեղծ ասած թույլ տվեք, այսպես ասենք ճաշակի հարցը նայած որ մասից եք մոտենում այս հարցին, հա։ Եթե գրանցման պահից եք մոտենում, բնականաբար 200-ն ու 1000-ը տարբերվում են, ակնհայտ է կարող եք գնահատել խստացում։ Եթե մոտենում եք նրանից, որ հետո ես պիտի գնահատեմ ես ասելով տվյալ դեպքում կառույցը արդարադատության նախարարությունը, ձեր տվյալ դեպքում նկատի ունեմ կուսակցության, հա։ Եթե արդարադատության նախարարությունը 6 ամիս հետո պիտի գնահատի այդ կուսակցությունը 2000 անդամ ունի թե ոչ, ու դրանից ելնելով էլ ըստ էության իր գործունեությունը շարունակում է իրականացնել թե ոչ, եթե այս տեսանկյունից ենք դիտարկում, ես մեղմացում եմ գնահատում։ Հիմա այստեղ հարցը հետևյալն է. ոնց անենք իմ նպատակը ուզում եմ հստակ շեշտել, հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, կուսակցությունների մասին օրենքում այս պահանջը ներկայացնելը, սա պայմանականորեն մի մեխանիզմ է,